Բարեձեւելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ մեր ամեն շաբաթյա եթերը ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ, ողջունում եմ պարոն Հակոբյան, շաբաթը բուռն իրադարձություններով լի էր, սկսենք Հայաստանից, ավելի ճիշտ սկսենք Հայաստանի ներկայությունից խաղաղության խորհրդին։ Այո, Հայաստանի ներկայությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թրամփի ձևավորած խաղաղության խորհրդի նիստին կարծում եմ հատկանշական էր այն իմաստով, որ Թրամփը իր ելույթում հատուկ անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ անդրադարձավ որպես իր ձեռք բերած խաղաղության դեպքերից մեկը եւ այստեղ շատ կարեւոր է որ ներկայացումը, որը իրականացում է եւ այդ ներկայացումը միայն Թրամփի կողմից չի, ամերիկյան վարչակարգն է այդպես դիրքավորված, եվրոպական վարչակարգն է այդպես, Եվրոմիության վարչակարգն է այդպես դիրքավորված եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այսպես ասած, խաղաղության հաստատումը ճակերտներում դա դիտարկվում է որպես կարևորագույն ձեռքբերում եւ Թրամփը իր ելույթում անդրադարձավ դրան եւ ասաց հետեւյալը եւ առաջ անգամ չի որ նա դա ասում է որ այս երկու ուժեղ կամ չգիտեմ նենց խիստ տղաները իդեմս Փաշինյանի եւ Ալիևի իրենք 32 տարի իրենք չեն երկրները 32 տարի պատերազմում էին Ալիևը իրեն ասել է ժամանակին հանդիպման ժամանակ որ 23 տարի եթե չեմ սխալվում ես իրենց սպանում եմ Փաշինյանը ասել է 7 տարի դրա մասին բայց հիմա երբ որ եկան հանդիպեցին իրաց հերո էին նստած խոսակցության ընթացքում մոտեցան այդ նախկին խոսքը գնում է օգոստոսի 8-ի հանդիպման մասին 25 թվականին վերջում գրկախառնվեցին այսինքն այն տպավորությունը, որ անպայման ուզում են ստեղծել, որ իրականում հայ-ադրբեջանական եւ հայ-թյուրքական խնդիր այլևս չկա, որ դա անցյալի դաշտում է Փաշինյանն էլ իր բոլոր հնարավոր հարթակներից խոսելիս դրա մասին ասում, որ մենք պետք է մոռանանք այն ինչ որ եղել է, մոռանանք մեր պատմությունը, մոռանանք մեր մի անգամ չի որ ասել են պահանջատիրությունը, մոռանանք ամեն ինչ, սկսում ենք իր սիրած զրոյական կետից այսօր։ Եվ այսօր մենք ունենք խաղաղություն։ Հիմա եւ այդ ելույթի ժամանակ Թրամփը ասում է վեր կացեք, չգիտեմ տեսել եք թե ոչ, եւ մի հատ ջերմ մնում էր գրկախառնվեին նորից, այսպես կոչված, ջերմ իրար ձեռք սեղմեցին եւ դրանով հայ-ադրբեջանական տասնամյակների, եթե ոչ 100-ամյակի բանը, խնդիրը վերացավ։ Այսինքն, որ այլևս չկա հայկական տարածք Արցախ, որ այլևս չեն ապրում այնտեղ հազարամյակներ ապրած հայեր, որ հայազրկում եղավ, որ եղել է մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ, հենց Ալիևի կողմից պատերազմական հանցագործություններ, հենց նույն Ալիևի կողմից հրահանգված եւ ադրբեջանցիների կողմից իրականացված, որ Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանին որպես հերոս ժամանակին ներկայացրեցին, որ կազմահարմաքննացային եւ այդ ամեն ինչը չի եղել, այդ ամեն ինչը մոռացության ենք տալիս եւ հիմա սկսում ենք զրոյական կետից եւ այստեղ մենք եղբայրություն ունենք ադրբեջանցիների հետ կամ առնվազն գնում ենք դեպի եղբայրություն։ Գնահատական տալը անգամ դժվար է։ Այսինքն ինչ բառեր օգտագործես եւ ինչ շեշտադրումներ օգտագործես, որպեսզի այդ գնահատականը լինի համարժեք եւ եթերային։ Ես հարց ունեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնի են իրանց հետախուզության ծառայություններով, ձեր կարծիքով ինչ է Թրամփը չգիտի իրական վիճակը ինչպիսին է եւ ինչքան փխրուն է այսպես կոչված խաղաղությունը։ Չգիտի որ կողմերից մեկը իրեն հաղթած է զգում, կողմերից մեկը իրեն զրկված է զգում ամեն ինչից, այս պայմաններում երբ ռազմական բալանսը, դիսբալանսը ավելի շուտ
հսկայական է, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը ինչ է նշանակում։ Տեսեք, շատ իմ կարծիքով կարևոր հարց եք տալիս, եւ իհարկե եւ Թրամփը գիտի, այսինքն ամերիկյան իշխանական վերնախավը գիտի եւ ընդհանրապես բոլորը գիտեն իրական վիճակը եւ գիտեն, որ այս ճակերտներում նորից խաղաղությունը իրականում կապիտուլյացիա է, կապիտուլյացիան վերջին ակտն է եւ այդ պարագայում, երբ որ դա արդար չի, դա լարման պահպանվում է, այսինքն լարման դուրս մղում է այս ամեն ինչից կլինի այն ժամանակ կամ արդարությունը, երբ որ կվերականգնվի կամ երբ որ այս դիսբալանսը ձեր ասած պահպանելով հայկական տարը իր բնորանից վերջնականապես դուրս կմղվի, ինչպես դուրս է մղվել Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստանի մի շարք տարածքներից, Արցախից 3 տարի առաջ եւ 2.5 տարի առաջ եւ արդեն այսօրվա Հայաստան կոչված տարածքից դուրս կմղվի։ Հիմա, բայց այդ հարցը, երբ որ մենք տալիս ենք Թրամփին կամ նրանց, ովքեր այդ խաղաղությունը քարոզում են, այդ հարցը առաջի հերթին պետք է տանք մեզ հայերիս, մեզ, այսպես ասած, վերահսկող իշխանական համակարգին 35 տարի վերահսկող Հայաստանը տիրող եւ ի վերջո Նիկոլ Փաշինյանին իր վարչակարգի հետ։ Մենք ենք, չէ, հայկական կողմը ներկայացնողներն են այդ օրակարգը առաջ մղում։ Հայկական կողմը ներկայացնողներն են այդ օրակարգը առաջ մղում եւ ակնկալիք ունենք, որ աշխարհը մասնավորապես նույն Թրամփը կամ ամերիկացիք ավելի հայ պետքա լինեն, քան հայերին ներկայացնողները։ Մենք ակնկալիք պետք է ունենանք, որ աշխարհը ներկայացնողները այլոք եւ իմիջիալս տենց իրավիճակները առաջացել է։ Ավելի պետք է հոգ տանեն կամ ցավան հայկական հարցի վերաբերյալ, քան հայկական կողմը ներկայացնողները, այդպես չի չլինում կամ չի լինում ընդհանրապես։ Եթե դու ուզում ես առավելագույնը մի բան, իսկ տվյալ դեպքում դու ուզում ես քեզ ներկայացնողները քարոզ են անում աշխարհով, որ մենք համաձայն ենք այս կապիտուլյացիոն պայմաններին, մենք համաձայն ենք հայկական հարցի փակման հետ, մենք համաձայն ենք սովետականացված բռնազավթված տարածքի եւ սովետականացված սահմանները պետական դարձնելու հետ, մենք համաձայն ենք, որ Ալիև ինքը կառուցողական եւ բարի անձնավորություն է, եթե դու այդ ամեն ինչը անում ես, ինչ ակնկալում ենք, որ Թրամփը պետք է ասի, չէ, ես ինչ ես ասում, Ալիևը այսպեսին չի, դա արդար չէ, այդ ոչ չէ, տես չի։ Այդ եք ուզում կստանաք եւ դրանից էլ քիչ կստանաք։ Շատ լավ, այդ դեպքում երկրորդ հարցն է առաջանում։ Եթե ժողովրդի մեջ այսպես ընդգծված ընդվզում չկա իշխանության այդ դիրքի նկատմամբ, եթե ժողովուրդը մեկ անգամ պատերազմից հետո այդ գիծը ընտրելուց հետո ընտրեց այս վարչակազմը, եթե եկող ընտրություններին մի քանի ամիս հետո եւս մեկ անգամ ընտրի այս վարչակարգը, արդյոք չի նշանակում, որ հայ ժողովուրդը իր մեծամասնության մեջ հրաժարվել է հայկական հարցից, ինչպես իրենց ղեկավարը։ Էլի շատ կարևոր հարց եք տալիս, երկու ձեր հարցի մեջ երկու ենթահարց կա, ես դրանց հերթով անդրադառնամ։ Սկսենք ընտրություններից։ Հայաստանում եւ երբևէ վերջին 35 տարվա կտրվածքով ընտրություններով իշխանություն չի փոխվել եւ ընտրությունները գործող իշխանական 35 տարի Հայաստանը տիրող իշխանական համակարգի ձեռքերում միշտ եղել է գործիք վերարտադրության համար, որը օգտագործել է իր բոլոր հնարավորությունները, վարչական ռեսուրսից սկսած այլ ռեսուրսները հաշվել։ Այսինքն ընտրությունների մասին չի խոսքը, ընդվզման մասին է խոսքը։ Եվ այդտեղ շատ կարևոր հարց եք տալիս եւ շատ ցավոտ հարց եք տալիս։ Այսօր հայ կոչվող ժողովրդի բավականաչափ հոծ խումբը հաշտվել է իրավիճակի հետ եւ մտածում է, որ այս խաղաղությունը թող լինի ճակերտներում, պատերազմ չլինի, խուսափում է պատերազմ, ռազմական լարումներից խուսափում է, որովհետեւ ոգին, որը արկա էր 90-ականների սկզբին, ամեն ինչ արվեց 35 տարի շարունակ, որ ջարդեն, եւ այս պատերազմը 20 թվականի պատերազմը, հետո 23 թվականի հայազրկումով Արցախի այդ հարցը փորձեցին վերջնականապես փակել, բայց դրանով հանդերձ կա ժողովրդի մի մեծ հատված նորից, այսինքն մյուս մեծ հատվածը, ասենք ասենք, որը դժգոհ է իրավիճակից, բայց ինքը գտնում է իր հարմարվետության գոտում կոմֆորտի զոնայում, ասպես կոչված, եւ պատրաստ չի ինչ-որ մի բան նախաձեռնել։ Եվ մենք սրա մասին էլ ենք խոսել։ Եվ մնում է շատ նեղ շերտ, մարգինալ, եթե կուզեք շերտ, որը
ազգայնական շերտն է, որը այսօր ունի լրջագույն խնդիր միաբանման եւ ռեսուրսների հայթայթման։ Ռեսուրսները կարող եմ էլի թվարկել, սկսած մեդիա ռեսուրս, մարդկային ռեսուրս, ֆինանսական ռեսուրս, ինստիտուցիոնալ ռեսուրս եւ այլն։ Եվ լուծումը իրավիճակից դուրս գալու հենց դրանում է, որ ազգայնական այդ նեղ, մարգինալ, հա, շերտը կարողանա միաբանվի, հայթայթի անհրաժեշտ սկզբնական անհրաժեշտ ռեսուրսները եւ իր հետևից տանի ժողովրդի այն մասը, որը իրականում դժգոհ է, այսինքն դա մի քանի փուլանոց գործողություն է։ Եթե դա չի լինելու, այսինքն եւ դա հնարավոր չի լինելու արդյունավետ իրականացնել, ապա ապագան բացարձակ գունավոր չի եւ բացարձակ հորիզոնները, այսպես ասած, ամպոտ են։ Առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, շարունակենք մեր զրույցը։ Պարոն Հակոբյան, կուզենայի խոսենք ռուսական արձագանքի մասին, փոխնախագահ Վենցի այցելության եւ նրա խոստումների մասին։ Մասնավորապես Շոյգուն հանդես եկավ բավականին կոշտ դիրքորոշմամբ։
Տեսեք, Շոյգուն առաջի անգամ չի վերջի ժամանակներում անդրադառնում է հայկական հարցի շուրջ եղած զարգացումներին։ Ճիշտ է, երբ որ նա պաշտպանության նախարար էր 20 թվականի պատերազմից հետո, նա արեց շատ անպագորգոր հայտարարություն, հիշում ենք բոլորս, որ թուրքերի հետ մենք շատ արդյունավետ գործողություն իրականացրեցինք Ղարաբաղում, այսինքն Ղարաբաղի Արցախյան պատերազմի երկրորդ փուլի թուրքական հաղթանակը դա համատեղ գործողություն էր։ Հիմա նորից անդրադառնում է զարգացումներին, մասնավորապես նրան, որ ատոմակայանի հետ կապված, այսինքն միջուկային էներգետիկայի հետ կապված եւ մասնավորապես եւ կարեւոր ռուսական երկաթուղու հետ կապված հայտարարություններ, որ նաեւ արել է Նիկոլ Փաշինյանը, որ երկաթուղին անպայման որպես արդյունավետ գործիք պետք է կոնցեսիան փոխանցվի ռուսներից, որը երրորդ կողմի եւ ինչքանից հասկանում եմ, դա մասին ասել եմ, նա նախատեսում է, որ դա լինի, ցանկանում եմ, որ դա լինի Ղազախստան, որը կներկայացնի թուրքական կողմը։ Հիմա Շոյգուն իր այդ արձագանքում բավականին կոշտ է արտահայտում, որ մտածեք, տեսեք, դա նես չլինի, որ հետո, այսպես ասած, ճակերտներում փոշմանեք։ Եվ դա ցույց է տալիս, որ ռուսական կողմը այն զարգացումները, որ առկա են, տարածաշրջանային, այդ զարգացումներից խիստ դժգոհ է եւ հասկանում է, որ քայլ առ քայլ եւ իր ազդեցությունն է նվազում եւ ինքը դուրս է մղվում։ Հիմա այստեղ նորից մենք քննարկումների ժամանակ այդ սցենարը դիտարկել ենք, որ քանի որ վերահսկողությունը, ընդհանրական վերահսկողությունը այս պահին անցնում է ամերիկյան կողմին, այսինքն ձեր նախորդ հարցին նաեւ պատասխանն է, որ ամերիկացիք հասկանալով, որ հայկական կողմը ներկայացնողները կապիտուլյացիոն արժեքներով բավարարվելու են, ինքը վերցրել է եւ ինքը վարում է, այսպես ասած, տարածաշրջանը, եւ այդտեղ եթե իրանք ռուսներին տեղ տան, իսկ կարող են տալ, մասնավորապես ոչ առաջնային, անգամ ոչ երկրորդային, բայց այնպես չի, որ դուրս մղեն, մտցնեն անկյուն, որպեսզի ռուսական կողմը որոշակիորեն բավարարված լինի եւ որոշակին իր արժանապատվությունը այդ իմաստով բացարձակ ոտնահարված չլինի։ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի, բայց մենք հայերս կունենանք շատ ծանր իրավիճակ։ Ռուսները մնում են, թուրքերը ուժեղանում են եւ ամերիկացիք այդ ամեն ինչը վերահսկում են, որտեղ է թե Հայաստանը եւ որտեղ է թե հայկական կողմը։ Այնպես որ մենք պետք է ուշադիր եւ զգոն լինենք ռուսական, այսպես ոչ միայն արձագանքներին, այլ ամեն ինչին, ինչ որ իրենք նախատեսում են։ Կարծում եմ ռուսները դուրս մղվելով հանդերձ առնվազն, եթե չկարողանան արդյունավետ դիմադրեն դրան, առնվազն վնաս պետք է տան, որպեսզի այդ դուրս գալը իրանց այսպես ասած անաղմուկ չստացվի։ Հասկանալի է։ Ուշագրավ էին Ալիևի արտահայտությունները գերիների վերաբերյալ, ինչպես գիտեք, վերջերս ազատվեց եւ վերջերս դատվեց Ռուբեն Վարդանյանը, դատավճիռը հայտնի դարձավ եւ Ալիևի հայտարարությունները գերիների մասին, որոնց համեմատում էր ֆաշիստների, նացիստների, չգիտեմ ում հետ, եւ ինձ մոտ էսպիսի մի հետաքրքիր հարց է առաջանում։ Գերիներից նրանք, ովքեր ավելի ռազմական գործողություններին մասնակից են եղել կամ ղեկավարել են, պատերազմի ժամանակ բոլորս էլ հիշում ենք, որ դա ղեկավարվում էր Հայաստանից եւ Հայաստանի վարչապետը իրեն հայտարարել էր գլխավոր հրամանատար։ Ուրեմն Փաշինյանը եւ Ալիևը ձեռք են սեղմում իրար հետ, այսպես գրկախառնվում են եւ ուրեմն միևնույն ժամանակ գլխավոր հրամանատարի ենթականերին ինչ որ իմաստով Ալիևը համարում է նացիստներ։ Տեսեք, այսպես ասենք, դատվեցին փաստորեն, այսինքն դատավճիռներ եղան Բաքվում բոլոր նրանց համար, ովքեր ներկայացնում են Արցախի ժամանակվա ռազմաքաղաքական վերնախավը։ Այն ինչ որ դուք ասում եք կապված Փաշինյանի հետ, Փաշինյանը այն պատերազմական իրավիճակում ասում են ինքը գլխավոր հրամանատարը, հետո սկսեց ասել, որ Արցախը դա մի
դրանից առաջ էլ, դրանից հետո էլ ասում էր, որ ես Արցախի հարցերով չեմ զբաղվում, բայց հետո ինքը այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց, այսինքն Փաշինյանի արածները եւ ասածները, եթե փորձում եք տրամաբանական ինչ-որ բանի շղթայի մեջ դնել, դա այդպես չի լինի։ Փաշինյանը ունի իր թիրախային վերջնանպատակները, որը բազմաթիվ անգամ նշել ենք, հայկական հարցի փակումը եւ իր վարչակարգի եւ իշխանական համակարգի 35 տարվա վերարտադրությունը ինքը այդ հարցը լուծում է։ Ես մի փոքր այլ ակցենտ եմ դնում, ես ուզում եմ ասել ոնց կարող է ուրեմն ոնց կարող են դատվել որոշակի մարդիկ Եվ չդատվի Փաշինյանը, եւ միևնույն ժամանակ եղբայրանալ Փաշինյանը։ Հենց որովհետեւ այդտեղ հաղթողի իրավունքով եւ պարտվողի ճակերտները արդեն իրավունքով եւ դա հիմա ես դրան կանադառնամ Ալիևի հայտարարությունների համատեքստում։ Տեսեք, Ալիևը ասում է, որ իրեն Վենսը դիմել է, Մյունխենի անվտանգային կոնֆերանսի այդ բանում շրջանակում Ալիևը հարցազրույց է տվել ֆրանսիական հեռուստաալիքի, որտեղ ինքը ասել է հետևյալը, որ այո Վենսը իրան դիմել է այդ ռազմաքաղաքական Արցախի վերնախավի նկատմամբ ավելի բարյացկամ լինելու համատեքստում, այսինքն ներողամիտ լինելու համատեքստում նրանք մեղավոր են, Ալիևն էլ ներողն է, որտեղ ինքը ասում է, որ դա հնարավոր չի, ասում է, դե պատկերացրեք, ասում է, Նյուրնբերգում դատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դատվել են նացիստական պարագլուխները, հանցագործները, որոնք պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություն են կատարել։ Հիմա դուք պատկերացնեք, որ դատելու տեղը կամ նրանց կախելու փոխարեն նրանց ներեին։ Հիմա նույն բանը ինձ եք ասում, ես ոնց կարող եմ ներել նրանց, ովքեր ավելի վատ հանցագործություններ են կատարել, քան Նյուրնբերգում դատված նացիստները։ Եվ ես չեմ կարող տես բան անել եւ ոչ ոք ինձ չի հասկանա։ Հիմա տեսեք, սա շատ կարեւոր շեշտադրում է, որովհետեւ դա անպայման ձեր ասած արդեն համատեքստում կարա շարունակություն ունենա։ Կարա շարունակություն ունենա եւ դա գործիք է ոչ միայն Արցախի վերնախավի, այլ Հայաստանի Հանրապետություն առանձին միավոր, եթե դա դիտարկենք, նաեւ դրա վերնախավի հետ կապված հարցեր կարան առաջանալ։ Եվ ոչ միայն վերնախավի, ցանկացած նրա, որ այդ Արցախյան ազատամարտին այս կամ այն ձևով մասնակցություն ունեցել։ Հիմա, բայց ինչա կարողանում Ալիևը դա անի։ Ես երկու բան էլ ասեմ, շատ կարևոր իմ կարծիքով։ Առաջինը հիշեցնեմ, որ Թրամփի ներկայացուցիչ տարբեր հարցերում ներկայացուցիչ Վիտկովը, այսինքն վստահելի ներկայացուցիչ, հա, Վիտկովը նա Ալիևի մասին խոսելիս ոչ շատ վաղուց մի քանի երկու ամիս առաջ խոսեց այն կամ 2-3 ամիս առաջ խոսեց, որ Ալիևը ինքը համարը բյուրեղա մարդ է, մարդասիրության տիպար է եւ նա այն ինչ որ ինքը անում է անգամ Թրամփի հարցին թե ինչի ավել չգրավեցիր նա ասեց դե ես ինչ ավել գրավեի ես գրավում էին հետ է վերադասում են ինչ որ մերն է նրան կերտում են Ալիևին կերտում են բարիս բուն իմաստով որպես արդյունավետ կառավարիչ եւ մարդասեր մյուս բանը ասեմ Վենսը որ գնացել էր նույն Ադրբեջան այս Հայաստան այցից հետո նա փառահեղ բառեր ասեց ադրբեջանական բանակի մասին որ սա ամենակատաղի եւ ամենաուժեղ բանակներից մեկն է եւ միաժամանակ որ նա մասնակցում միայն արդար պայքարներին հիմա ո՞նց են դա անում անում են որովհետեւ հայկական կողմը ներկայացնողներն են պայմանավորվածության համաձայն Ալիևի դեմքը մաքրում են այն արյունից Ալիևին ընդհանուր առմամբ մաքրում են այն արյունից որ իր վրա կա հայկական արյունից որ նա տասնամյակներ շարունակ այդ արյունը թափել է Եվ այդ առնից մաքրում են Ալիևին եւ դա ընդհանրական դիրքորոշում է։ Դա կարելի է հասկանալ, բայց երբ խոսքը գնում է Արցախի ռազմաքաղաքական ղերնախավի մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել եւ բոլորին հիշեցնել, որ այդ մարդկանց հետ հանդիպում են եվրոպական դեսպաններ, որ 3 երկրներ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլն պարբերաբար ացելում էին Ստեփանակերտ, այդ մարդկանց հետ պայմանավորվում էին, Ամերիկայի Միացյալ Նահանգները գումար էր հատկացնում այդ հանրապետության համար մարդասիրական խնդիրներ լուծելու համար ամեն տարի, ճիշտ է, եւ այսինքն երկակի ստանդարտներ ամերիկացիների կողմից երկակի ստանդարտներ, երակի բազմակի ստանդարտներ ընդհանուր այսօրվա աշխարհ քաղաքական տիրույթում, որը արկա է եւ դա
առաջի անգամ չի եւ զարմանալի չի, բայց մյուս բանը նորից պետք է կրկնվեմ։ Ինչ ենք մենք ակնկալում նույն ամերիկացիներից որևէ մեկից ռուս լինի, ով ուզում է լինի, ավելի հայասերություն, քան հայերից կամ հայերին ներկայացնողներից։ Ինչ ենք մենք դա ակնկալում։ Հայկական կողմը որևէ կերպ համարժեք արձագանք է տվել, արդյոք հայկական կողմը ներկայացնողները պետականորեն համարժեք արձագանք է տվել արդյոք այն գործընթացներին, որը իրականացվել է Արցախում, վերջացրած այս վերջի դատավարությունը։ Իսկ հիմնականում պատերազմական գործողություններ եւ հայաթափումը Արցախի համարժեք արձագանք է տվել։ Հայկական չմոռանանք, որ ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի լսումների ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում արեց Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասելով, որ ձեր վարչապետն է ասում, որ ընդեղի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Չենք մոռացել, չէ՞։ Եվ դա այն բանից անմիջապես առաջ, որ հետո այդ հայերին, որոնց վտանգ չէր սպառնում, բռնի տեղահանեցին Արցախից։ Հիմա մենք ումից ենք ինչ սպասում։ Եկեք խնդիրները դիտարկենք մեր ներսում մեր հարցերը լուծենք։ Միջև մեր ներսում մեր խնդիրները չլուծենք, միջև Հայաստանում չլինի ազգայնական իշխանություն, արտաքին հարաբերություններում, արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մենք չենք կարող ունենալ մեր համար դրական, ել չեմ ասում հաղթական արդյունք։ Մեզ քիչ ժամանակ է մնում, մոտավորապես 4 րոպե։ Եկեք այս 4 րոպեի ընթացքում անդրադառնանք ևս մի կարևոր իրադարձության, ըստիս դա եպիսկոպոսած հավաքներ, որ փաստորեն հիշում եք մեր զրույցների ժամանակ ես այդ հարցը բարձրացնում եմ, թե ինչու այդ մեծ հազարամյա կառույցը adekvat չի կարողանում կազմակերպվել եւ դիմադրել այն ճնշումներին, որը գնում է եկեղեցուն։ Եվ ահա մենք տեսանք հավաք, ժողով էլ չեղավ, եղավ հավաք։ Ինչու՞։ Պարզ էր ինչու, որովհետև այդ որպեսզի ժողով լիներ, եպիսկոպոսած ժողով լիներ, պետք էր որ եւ կաթողիկոսը այնտեղ ներկա լիներ եւ մյուս պատրիարքները, սկսած Անտիլիասի մեր մյուս կաթողիկոսից Երուսաղեմի Պոլսոկը պատրիարքները եւ այլն եւ եպիսկոպոսների ընդհանրական 50-ից ավել եպիսկոպոս կա, իսկ այնտեղ հավաքվել են 25 հոգի, 25 եպիսկոպոս, ինչքան ես գիտեմ։ Բայց որ դա եղավ հավաք եւ այդ հավաքի բնական նշանակությունը, դերն ու նշանակությունը այն չէր, ինչ որ պետք է եպիսկոպոսած ժողով լիներ։ Հիմա ես նորից չեմ ուզում անդրադառնալ, թե ինչի պետք է այդ հավաքը լիներ Հայաստանից դուրս, ճնշումների մասնա խոսքը թող լիներ Հայաստանում եւ ճնշումներ լիներ եւ այդ ճնշումներին եկեղեցին իր ամբողջ զորությամբ, իսկ եկեղեցին շատ զոր է ազգային եւ հոգեվոր կառույցով դիմադրեր եւ հայությունն էլ աջակցեր եկեղեցին, բայց դրանից խուսափում են։ Եվ այդ հավաքի որոշումներն էլ ճիշտն ասած ոնց որ դիմում լինի իշխանությանը, որ sense մի արեք, այնպես մի արեք, այնպես մի արեք, դիրքը որոշակի քննադատական, բայց դա նորից արդյոք համարժեքային հարցակմանը, որ կատարվում է եկեղեցու վրա։ Արդյոք համարժեք է այն նպատակին, որ հայ առաքելական 2000 տարվա եկեղեցին տապալեն։ Իմ կարծիքով համարժեք չի եւ ես կարծում եմ, որ այստեղ ներ եկեղեցական են, ինչ որ նույն այդ եպիսկոպոսած հավաքում որպես դրույթ գրված է, ներ եկեղեցական տիրույթում պետք է այդ խնդիրներին անդրադառնալ, որտեղ եթե դրան չես անդրադառնում, ապա ընթացքը համենայն դեպս հայության համար, որի կարևորագույն սյուներից մեկն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ընթացքը մեր համար խիստ բացասական է։ Հիմա տեսեք, եկեղեցու այդ թեման ինքը շարունակական է լինելու, ես կարծում մենք առիթներ կունենանք դեռևս դրան անդրադառնալու, բայց ես ուզում եմ անպայման հետ գնալ դեպի Մյունխենի անվտանգային կոնֆերանս, որտեղ ես կարծում եմ եղել է ծրագրային խիստ կարևոր ելույթ։ Դա Ռուբիոյի ելույթի մասն է։ Դա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթն էր, որտեղ Ռուբիոն իմ կարծիքով խիստ արժեքավոր առաջարկներ արեց արևմտյան քաղաքակրթությունը վերականգնելու համատեքստում։ Նա հատուկ շեշտեց, որ այն ինչ որ կատարվել է այս վերջի տասնամյակների ընթացքում, դա ինքը բառը ասում կոնկրետ է, ասում է դա հիմարություն է։ Երբ որ մենք իրականացրել ենք դեինդուստրիալիզացիան արևմտյան երկրների
արևմտյան այդ ալյանսի, որի մեջ է Եվրոպան, Ամերիկան, Ավստրալիան եւ այլն։ Մենք իրականացրել ենք չվերահսկվող ներգաղթ, միգրացիոն հոսքեր։ Եվ այդ ամեն ինչը բերել է նրան, որ մենք կորցնում ենք արևմտյան քաղաքակրթական այդ զորությունը։ Այն ինչ որ այսօր արևմուտք է կոչվում, դա արևմուտք չի, եւ նա թվարկում է, թե ինչպես է արևմուտքը զարգացել, նա թվարկում է, թե նույն ԱՄՆ-ն ինչպես է առաջացել եվրոպական հոսքերից արևմտյան ժողովուրդների հոսքերից, ինչ դեր ունեցել անգլացիք, իռլանդացիք, իսպանացիք, ֆրանսիացիք, գերմանացիք եւ այլն։ Եվ ասում են դա խիստ փոխկապակցված է։ Հիմա մենք ուզում ենք, մենք ամերիկացիներս ուզում ենք դա վերականգնել։ Արևմտյան քաղաքակրթական միավորը, որը բանի կործանման եզրին է կանգնած։ Մենք ուզում ենք վերականգնել եւ մենք անպայման ուզում ենք վերականգնել ձեր հետ միասին Եվրոպա։ Մենք չենք տեսնում մեզ առանձին Եվրոպայի, սա շատ կարևոր հղումներ էին այն ընդհանրական ծրագրերին, որ պետք է իրականացվեն։ Եվ մենք ուզում ենք դուք ուժեղանաք մեր հետ միասին։ Եվ մենք ուժեղանանք եւ դուք ուժեղանաք։ Եկեք վերանանք այդ ձախ լիբերալիզմի հիմարություններից, ես ավելին կասեմ, թշնամական վերաբերմունքից արևմտյան քաղաքակրթության նկատմամբ դուրս գանք եւ մենք կարողանանք մեր դերն ու քաղաքակրթական դերն ու նշանակությունը վերականգնել։ Ես կարծում եմ դա ծրագրային կարևորագույն ելույթ էր, կարևորագույն։ Հետաքրքիր էր նաեւ արձագանքը, ոտնկայս ծափահարություններ եղան։ Եվ այդ հղումները, որ նա անում է, այդ ձևաչափը, որ նա առաջարկում է, որպեսզի արևմտյան քաղաքակրթությունը վերականգնի, դա եվրոպական, ես ուրիշ բառեր ասեմ, ինքը դա չի ասում, ես իմ կողմից ավելացնեմ, հենց եվրոպական քաղաքակրթական միավորը վերականգնի, դա ուղիղ մեր հայկական ապագա ազգային, եթե կուզեք, օրակարգն է։ Մենք այդ ուղիով պետք է գնանք, դա է մեր տեղը։ Հենց եվրոպական ազգերի միասնության մեջ է մեր տեղը, ոչ թե թյուրքական ռուս-թյուրքական ինչ-որ միավորների մեջ, որում մենք այսօր գտնվում ենք։ Եվ եթե մենք կարողանանք մտնել այդ ուղու մեջ, իսկ այդտեղ ամերիկացիք, որոնք եկել են եւ տարածաշրջանը սկսել են վերահսկել կամ սկսում են վերահսկել, կարևորագույն առաջնորդողի դերակատարում ունեն։ Մենք պետք է կարողանանք այդ մենք հայերս, ես չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, մենք հայերս, հայությունը պետք է կարողանա այդ հնարավորությունը օգտագործել եւ արևմտյան քաղաքակրթական, հնդեվրոպական քաղաքակրթական այդ միավորի վերականգնման համատեքստում վերականգնվի նաեւ հայկական քաղաքակրթական միավորը։ Սա է ուղին, որով մենք պետք է շարժվենք։ Ցավոք մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, թե չէ այս թեման շատ հետաքրքիր էր եւ սրա հետ արժե էլի հարցեր քննարկել, որ ոչ ընդհանուր Ռուբիոյի ելույթին, որքան այդ գաղափարական խենքին, որի մասին դուք եք ասում, բայց դա թողնենք հաջորդ հաղորդումների մեջ։ Սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։